Կանանց օրն այլևս ապրիլի 7-ով չի սահմանափակվում։ Տղամարդկանց համար գուցե մի քիչ տխրեցնող է, բայց կանանց օրն արդեն ամեն օր է։ Այդպես է որոշել Դալման, հանուն կանանց մի նոր արշավ սկսելով։ Ամբողջ տարի մոռանում են կանայք իրենց մասին ու մաքսիմում այդ օրն են հոգ տանում։ Ասում են, իր մասին հոգ տանող կինն է ուժեղ համարվում։ Դալման կանանց կողքին է կանգնել, որ օգնի ուժեղներին հաղթահարելու քաղցկեղը։ Որոշեցինք ամբողջ արշավի ժամանակ շեշտը դնենք դրական եւ պոզիտիվ արդյունքի վրա, որ 80%-ը փրկվում է, որ պետք է շուտ կանխարգելել, ոչ թե հետո բուժել։ Ու սկսեցինք մեծ արշավը, որի ժամանակ սկզբում մտածում էինք մոտ 300 հոգի երևի կհետաքրքրվի, որ գա անվճար ստուգման, բայց ընդամենը 24 ժամում, երբ որ արդեն ծանուցումը գնաց, այդ 300 հոգին լրացան եւ այդ թիվը փոխեցինք 1000 հոգի։ 1000 կին հայ-ամերիկյան առողջության կենտրոնում վահանաձև գեղձի կամ կրծքագեղձի անվճար հետազոտություն է անցել։ Այդ կանանց գրեթե 20%-ը երկրորդ անգամ հետազոտման կարիք է ունեցել, 1000 կնոջից 5-ին ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, իսկ 2-ին վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա։ Առաջին անգամը, երբ որ մեր հետևորդներից մեկը ուղարկեց բլոգերներից մեկին, ով իրազեկում էր այս արշավի շրջանակներում, մենք իր հետ համագործակցում էինք եւ ուղարկեց նամակ, որ ստուգվել է եւ իր մոտ հայտնաբերվել է քաղցկեղը եւ կբուժվի, որովհետեւ վաղ փուլում է հայտնաբերել եւ շատ պատահական իր կյանքը փրկվել է այս արշավի շրջանակներում։ Այդ առաջին ոնց որ հետադարձ կապն էր, որ ունեցանք հաճախորդից, շատ հուզիչ էր։ Մենք ամեն օր ուղղակի օրհնանքներ ենք ստանում, մենք էլ հայ-ամերիկյանի աշխատակիցներն են։ Երիտասարդացել են հիվանդությունները, դրանք վաղ հայտնաբերելու ու բուժելու համար է Դալման կանանց օր ամեն օր խորագրով արշավը սկսել։ Կրծքագեղձի եւ վահանաձև գեղձի հետազոտության համար եւս 4000 կին 25% զեղչի քարտեր է նվեր ստացել Դալմա Գարդեն մոլից։ Դալման վստահեցնում է, կանանց համար արշավներ դեռ լինելու են։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։